Այս կիրակի հայրաքելական Սուրբ եկեղեցին նշում է մեր Տիրոջ պայծառակերպության տոնը, նույն ինքը Վարդավառը, իսկ ո՞րն է այս տոնի խորհուրդը։ Ավետարանում կարդում ենք, որ Քրիստոս իր հետ վերցնելով առաքյալներից երեքին բարձրանում է Թաբոր լեռան վրա եւ այնտեղ կերպարանափոխվում։ Նրա դեմքը դառնում է պայծառ ինչպես արեգակը, իսկ գեզները սպիտակ ինչպես լույսը։ Եվ այդ պահին Քրիստոսի աջ եւ ձախ կողմերում երևում են Եղիա եւ Մովսես մարգարեները։ Ինչպես գիտենք 5 տակարանից, Եղիան ոչ թե մահացել էր, այլ հրեղեն կարգով հափշտակվել էր երկինք։ Ուստի մեր Տերը Մովսեսին բերելով մեռյալների աշխարհից, իսկ Եղիային երկնքից, ցույց տվեց, որ նա է երկնքի եւ երկրի արարիչը, կենդանիների եւ մեռելների Աստվածը։ Նաեւ Եղիան խորհրդանշում էր մարգարեությունները, իսկ Մովսեսը օրենքը։ Քրիստոս նաեւ ցույց տվեց, որ նա է օրենքի եւ մարգարեությունների լրումը։ Քրիստոս Թաբոր լեռան վրա պայծառակերպվելով իր առաքյալներին ցույց տվեց իր զորությունն ու փառքը մինչև իր խաչվելը, որպեսզի նրանք իմանան, որ ոչ թե խաչվում է իր տկարության պատճառով, այլ կամովին, որպեսզի փրկի աշխարհը եւ մեզ հավիտենական կյանք պարգևի։ Տոնը կոչվում է Վարդավառ, որովհետև մեր Տերը համեմատվում է վարդի հետ։ Ինչպես վարդն է կոկոմի մեջ նախքան իր բացվելը եւ բացվելով բոլորին հայտնում է իր գեղեցկությունը, այդպես էլ մեր Տերը նախքան իր պայծառակերպվելը իր մեջ էր պահում իր աստվածության պայծառությունը եւ պայծառակերպվելով հայտնեց բոլորին։ Նաեւ վարդը աճում է փշերի մեջ։ Սա խորհրդանշում է այն, որ Քրիստոս ծնվեց հրեաների մեջ, ովքեր էլ իրեն խաչեցին։